Այդ օգոստոսի 8-ի իմաստով Ռուսաստանի վերաբերմունքի մասով մեզանում կարծես թե գնահատականները հիմնված են այս նախորդ, եթե պայմանական ասեմ, նախորդ աշխարհակարգային տրամաբանության վրա, այսինքն կա Ռուսաստան, Արևմուտք, ինչ-որ դիմակայություն։ Ես այս օրինակը բազմիցս բերել եմ եւ ավելորդ չէ թերևս էլի հիշեցնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ իրադարձությունից առաջ Թրամփի համար առանցքային եւ թերևս ամենավստահելի գործիչներից մեկը Ուիտկոֆը, հատուկ բանագնացը մերձարևելյան հարցերի, օգոստոսի 6-ին եղել է Ռուսաստանում եւ 3.5 ժամ բանակցություն էր վարել Պուտինի հետ, որից հետո հայտարարվեց, որ համաձայնեցվել է Ալյասկայում հանդիպման հարցը։ Սա ցույց է տալիս, որ առարկայական, կոնկրետ եւ արդյունավետ խոսակցություններ եղել օգոստոսի 6-ին։ Ես չեմ պատկերացնում, որ 2 օր անց Միացյալ Նահանգներում Թրամփը գնում է մի քայլի, որը այսպես ֆունդամենտալ հակասության մեջ լիներ օգոստոսի 6-ին, 2 օր առաջ իր հատուկ բանագնացի եւ Պուտինի համաձայնությունների միջև։ Այն դեպքում, երբ մեկ շաբաթ անց էլ Ալյասկայում տեղի ունեցավ, ինչպես տեսանք, Պուտին-Թրամփ հանդիպումը։ Հետեւաբար այդ Ռուսաստանի մասով գնահատականները, որ սա այդպես հիմնարար ռազմավարական հարված է Ռուսաստանին եւ այլն, առնվազն կարծում եմ վաղաժամկետ է եւ նաեւ նույնիսկ Իրանի մասով։ Թրամփի օգոստոսի 8-ի Թրամփի մասնակցությամբ այս process-ը ես կարծում եմ իր մեջ պարունակում է բավական հիբրիդային շերտեր եւ ընդհանրապես արձանագրվել է մի նոր ստատուս քվո եւ այստեղ պետք է ասեմ ցավոք սրտի մեր հաշվին։ Մի նոր ստատուս քվո, որի վրա դեռ խաղալու են շատ-շատերը եւ ով ինչպես է խաղալու, սա դեռ ժամանակի հարց է լինելու։ Շատ-շատերը ասելով նկատի չունեն միայն Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Իրան եւ այլն։ Ես կարծում եմ նույնիսկ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում այդ ճանապարհի եւ օգոստոսի 8-ի թեմայի վերաբերյալ տեսակետները միարժեք չեն, որովհետեւ հիշեցնեմ Ջեյմս Օբրայանի հոդվածը եղավ օգոստոսի 8-ից հետո, որտեղ նա ընդհանուր առմամբ դրական գնահատելով դա Թրամփին հասցեագրում էր հետեւյալ հաղորդագրությունը, որ պետք է Եվրամիության հետ այդ ճանապարհը կառուցել, որպեսզի աշխատի եւ այլն եւ այլն։